Վարդան Օսկանյանը հոգեբանորեն նաև ձերբակալվելուն է պատրաստ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում այսօր տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության հավաքից հետո հայտարարեց նախկին արտգործնախարարը։ Շատ լավ է, որովհետև անհիմն է այս բոլորը, այնպես որ երկուշաբթի Իսկ կարծում եք ձեր գործընկեր падգամավորները թույլ կտան, որպեսզի դուք որպես մեղադրյալներ գրավեք։ Ես համոզված եմ, որ բոլոր գործընկեր պատգամավորները կուսակցության Եվ ոչ միայն կուսակցության, մնացածը յուրաքանչյուրի ինքնություն։ Իրեն ներկայացված մեղադրանքները Օսկանյանը անհիմն է համարում։ Նա Facebook-յան իր էջում տեղի ունեցածը միանշանակորեն որակել էր քաղաքական պատվեր։ Հստակ կիմանալ։ Դե այդքան էլ դուք մտածեք, էլի։ Օսկանյանի հարցով ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը մոտ կես ժամ տևեց, սակայն խմբակցությունը, ինչպես երեկ, այսօր էլ չներկայացրեց գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ իր քաղաքական գնահատականը։ ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց խիստ որակումներ տալ Օսկանյանի անձի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը միայն ասաց, որ իրենց գնահատմամբ Օսկանյանին ներկայացվող մեղադրանքները անհիմն են, ուստի ԲՀԿ-ում որոշել են երկուշաբթի օրը խորհրդարանի բոլոր պատգամավորներին բաժանել գործի իրավական մանրամասները։ Պարոն Ուրիխանյան, ո՞րն է պատճառը, որ Բարգավաճ Հայաստանը թե միջնորդակի հայտ գալուց հետո, թե կասեմ, որ այսօր դրոշել քաղաքական գնահատականներ եւ թե ձեր այսօրվա ժողովից հետո այնուամենայնիվ քաղաքական որակումներ չի տալիս, ինչը Վարդան Օսկանյանը Facebook-յան իր էջում երեկ տվել էր, որ սա պատվեր է։ Երբ որ տեղի կունենա միջնորդությունը ազգային ժողովում, հավանաբար երկուշաբթի, հա, դրանից հետո մեր գործողությունների եւ մեր արձագանքի մասին դուք տեղի կանաք։ Այս պայմանությամբ այդքան։ Վարդան Օսկանյանին ազգային անվտանգության ծառայության քննչականում քննվող քրեական գործում որպես մեղադրյալներ գրավելու հարցն ազգային ժողովը կքննարկի երկուշաբթի օրը արտահերթ կարգով։ Պատգամավորական անձեռն մխելիությունից զրկելու գլխավոր դատախազի ազգային ժողով երեկ ներկայացրած միջնորդագիրը Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը իր Facebook-յան էջում միանշանակորեն որակել էր քաղաքական պատվեր։ Առաջին օրվանից, երբ ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված քրեական գործը զուրկ է որևէ իրավաբանական բովանդակությունից, հավելել էր Օսկանյանը։ Հիշեցնեմ, խոսքը այս տարվա մայիսի վերջին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին է, որի քննության ընթացքում նախկին արտգործնախարարը որպես վկա էր ներգրավված։ Անվտանգության ծառայությունը պնդում է, որ Օսկանյանի հիմնած Civitas հիմնադրամը փողեր է լվացել։ Վերջին խոսքն ազգային ժողովինն է, պատգամավորները կլսեն գլխավոր դատախազի միջնորդագրի հիմնավորումները եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում կկայացնեն իրենց որոշումը զրկել Օսկանյանին անձեռն մխելիությունից թե ոչ։ Գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարելու համար պատգամավորների ձայների մեծամասնությունն է անհրաժեշտ։ Իսկ հանրապետականն ու կոալիցիոն նրա դաշնակից օրինաց երկիրը միակարծիք լինելու դեպքում կարող են ապահովել այդ մեծամասնությունը։ Քվեարկենք ինչպես պահանջի Հայաստանի Հանրապետության շահը, իսկ Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է որպեսզի յուրաքանչյուր պատգամավոր եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ լինի անաչառ, յուրաքանչյուր քաղաքական ուժ գործի ՀՀ օրենսդրության ու սահմանադրությանը համապատասխան, իսկ ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը եւ ցանկացած անօրինականություն պետք է պատժվի։ Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ այսօր ձերբակալվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Նրան մեղադրանքի առաջադրվել կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Դատարան կներկայացվի միջնորդություն նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը։ Նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը եւ կենսաթոշակների ապահովման վարչության պետ Աշոտ Աբրահամյանը։ Քննվող քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ մեղադրանքի առաջադրվել 29 անձանց։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունում անցած տարի հարուցվել էր քրեական գործ կենսաթոշակային ոլորտում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա։ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քրեական գործից անջատվել եւ դատարանին ուղարկվել 3 քրեական գործեր, 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ, այսօր կեսօրից քիչ անց լրացավ 15-օրյա ժամկետը, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը կարող էր հետ վերցնել ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումը։ Նա դա չարեց, հետևաբար դադարեց լինել խորհրդարանի պատգամավոր։ Հանրապետական արդեն նախկին պատգամավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ գործարար Ռուբեն Հայրապետյանը դեռ հուլիսին էր հայտարարել, որ հրաժարվում է իր մանդատից, այն բանից հետո, երբ իրեն պատկանող հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում մահացավ երիտասարդ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը։ Վերաքննիչ քրեական դատարանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ազատազրկման դատավճռի բողոքարկումն այսօր ուղեկցվեց դատարանի շենքի դիմաց տասնյակ քաղաքացիների բողոքի պիկետով։ Ընդդիմադիրները պաստառներ պարզած պահանջում էին ազատ արձակել 1 տարուց ավելի անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին, դադարեցնել այս տարվա հուլիսի 20-ին ազատազրկման դատապարտված մյուս 3 ակտիվիստների՝ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններին։ Զուգահեռ ընթացող դատական առաջին նիստում պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց վերաքննիչ բողոքը, որով Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ դատապարտված 4 երիտասարդները պահանջում են արդարացում։ Իհարկե բավարար են, նաև իրական գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթեր ապացույցներ են բավարար, դրանց հետազոտման արդյունքում դատարանը վերաքննիչ դատարանի կայացնի համապատասխան դատական ակտ։ Վերաքննիչ բողոքում Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը եւ մյուս 3 ազատազրկման դատապարտվածները համոզմունք են հայտնում, որ առաջին ատյանի դատարանի վճիռը քրեական օրենսգրքի սխալ կիրառման արդյունք է։ Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին մեղսագրվող արարքին ոստիկանի քիթը կոտրելուն, փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ Առաքելյանի պարանոցը սեղմած պահելու պայմաններում ոստիկանի քթին գլխի հետևի մասով հարվածելը դիտավորությամբ լինել չէր կարող, մինչդեռ դատարանը ջանք չի գործադրել արարքում դիտավորության առկայությունը պարզելու համար եւ Առաքելյանին դատապարտել է հիմնվելով ընդամենը ոստիկանների ցուցմունքների դուժողի մերկապարանոց կարծիքի վրա։ Տիգրան Առաքելյանը եւս այսօր իր խոսքում բացառեց դիտավորյալ ոստիկանի քիթը կոտրելու դրվագը։ Եվ ես շատ լավ գիտեի, թե ինչ հետևանք կարող է ունենալ ոստիկանի նույնիսկ համազգեստից բռնելը, ուր մնաց ոստիկանին հետև մարմնական վնասով պատճառելը։ 4 ակտիվիստներին վերագրվող խուլիգանության հոդվածի առնչությամբ էլ բողոքարկող կողմը հայտարարեց, որ դատարանը անտեսել է նույն համատեքստում ոստիկանների վարքագիծը, նրանց կողմից բռնության գործադրումն ու ծառայական պարտականությունները անցնելը։ Բողոքարկող կողմը անհրաժեշտ է համարում, որպեսզի վերաքննիչ դատարանում հարցաքննվեն մի քանի առանցքային վկաներ։ Նրանցից մեկը ամերիկահայ Նշե Մոդոյանն է, երկրորդ առանցքային վկան Շահեն Հարությունյանն է, ով 15 րոպե հեռախոսով տեսանկարը հանել է Կարապի լճի մոտ կատարվածը, սակայն նրա հեռախոսը առեղծվածային պայմաններում հետագայում անհետացել է։ Պիտի արձակնվի, նրանից պիտի պարզվեն բոլոր տվյալները հեռախոսի վերաբերող, բոլոր պատկան մարմիններից դատարանը պահանջի եւ ստանա տեղեկություններ։ Առաջին ատյանի դատարանի վճռով հիշեցնենք Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6, Արտակ Կարապետյանը 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը 2 ական տարվա ազատազրկման։ Վերջին 3-ի ազատության մեջ մնալը կախված է վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ դատարանի որոշումներից։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանից փորձեցի ճշտել, արդյոք նա համարժեք է համարում նման պատիժը։ Եթե դուք ուսումնասիրեք դատական պրակտիկան եւ դատական պրակտիկայում կտեսնեք, որ մասնավորապես 316 հոդվածի երկրորդ մասը եւ համակցությամբ մի քանի այլ հոդվածների հետ նվազագույնին մոտ պատիժ։ Եթե դա լիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա ոստիկանները 10-նապատիկ ավելի խիստ կվարվեին, քան մեր ոստիկաններն էին, եւ նրանք զարմացել եւ ապշել էին մեր ոստիկանների մեր գործողություններից։ Հայ ազգային կոնգրեսի իր հերթին հայտարարում է, որ եթե վերաքննիչ դատարանը չբեկանի առաջին ատյանի դատարանի վճիռը, կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցները երիտասարդներին ազատ արձակելու համար։ Եվ մենք ցույց տանում ենք բոլոր եվրոպական կառույցները օգտագործել, եթե հանկարծ իշխանությունը կգնա կոշտ որոշման կոշտ քայլեր։ Բայց ես կրկնում եմ, մեր նպատակը աղմուկ հանելը չէ։ Մեր նպատակը միջազգային կառույցներին ներգրավելը չէ։
Մեր նպատակը այն է, որ Հայաստանում քաղաքատարկյալ չլինի, եւ այդ ողջամիտ կոչով ես դիմում եմ իշխանություններին։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ոճրաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, դատարանների ծանրաբեռնվածության եւ ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են առաջին ատյանի դատարաններում գործերի ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող մի շարք պատճառներ, ինչպիսիք են մասնավորապես դատարանների ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը, կապված տարածքային ընդհատության հետ, ինչպես նաև նույն դատարանի դատավորների միջև գործերի ոչ համաչափ բաշխվածությանը։ Մեկ անգամ չի, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականon գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք։ Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են եւ աններելի։ Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող եւ չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի եւ անբարեխիղճ աշխատանքից։ Մենք ունենք հստակ ուղենիշ իրավունքի գերակայության եւ արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք եւ որևէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն եւ հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են։ Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող սուբյեկտիվ բնույթ ունեցող պատճառներն ամբողջությամբ չեն վերացվել եւ դրանք շարունակվում են բացասական ազդեցություն թողնել դատավորների ծանրաբեռնվածության վրա։ Ինչ վերաբերվում է օբյեկտիվ խնդիրներին, նախագահը հանձնարարել է կատարել օրենսդրական փոփոխություններ եւ մի շարք դատարաններում դատավորների ծանրաբեռնվածության վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքներից ելնելով ավելացնել դատավորների քանակը։ Այս հանձնաժողովի ստեղծել-չստեղծելուց կերևա, որ քաղաքական ուժերն են շահագրգիռ, որպեսզի բացահայտվեն մարտի 1-ի սպանությունները, որոնք ոչ։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց 2008-ի մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը Ալլա Հովհաննիսյանը։ Անկախ նրանից, ով կղեկավարի այն, ովքեր կլինեն անդամները, Տիկին Ալան ասում է, մարտի 1-ի զոհերի հարազատներին արդյունքն է հետաքրքրում։ Պարտադիր պետք է, եթե իրոք իշխանությունները չեն սպանել իմ երեխային, թող այդ հանձնաժողովով դա ապացուցեն։ Եթե իմ երեխան որևէ անկարգություն է արել ու մեղք ունի, թող այդ հանձնաժողովով ապացուցեն։ Այս հանձնաժողովի պարզություն մտցնի եւ ես կողմ եմ։ Հանձնաժողովը թող ստեղծվի։ Եթե մենք կզգանք, որ լավ են աշխատում, կողջունենք։ Եթե կսկսեն նորից Նիկոյանի նման կոծկել, մենք էլ նորից կսկսենք բողոքարկել։ Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրն էլ Վաչագան Ֆարմանյանը մեծ հետ զրույցում նշեց, որ 1-2 անգամ է եղել դատախազությունում։ Վերջին անգամ չհիշեց երբ։ Գործի ընթացքին էլ ԶԼՄՆ-ից է տեղեկանում, դրա համար կողմ է, որ ձեռքը զարկերակին պահեն։ Բոլոր ծնողներս էլ ընթառաջենք նորից վերականգնենք Տանվեր Նիկոլյան ոչ մի բան չարեց։ Ինչ էին փնտրում, ես չեմ մոռանում։ Մարտի 1-ը պարզ, զոհվածները պարզ, խփողները պարզ, հրաման տվողները պարզ, թե միջև ինչ են ման գալիս։ Մեզ մարտի 1-ի զոհերի հարազատներիս համար, ասաց Վաչագան Ֆարմանյանը, այդ հանձնաժողովի ստեղծումը նոր հույս է։ Տեսնենք էդել ինչ կա։ Էդել ոնց ասում է, էդել ձեռնարկենք, էդել անենք։ Խորհրդանում ներկայացված Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունն ու Ժառանգությունը դեռևս չեն քննարկել կմիանան մարտի 1-ի սպանություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը, թե ոչ։ Իշխող Հանրապետականի մամուլի խոսնակն ասաց, Հանրապետականում էլ հարցը չի քննարկվել, բայց Էդվարդ Շարմազանովն անձամբ դեմ է նախաձեռնությանը։ Շարմազանովը կարծում է, ՀԱԿ-ի նախաձեռնությունը նախագահականից առաջ քաղաքական հնարք է։